Հարցնել երեք տեղեկություն եղավ, որ Հայաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարներն են հանդիպել ու նախաձեռնությամբ է հանդիպում է եղել եւ արդյոք սա նախապատրաստական հանդիպում էր նախապատրաստելու, այսինքն վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, որովհետեւ այդ հանդիպման մասին չհերկված տեղեկություններ կան։ Ընդհանրապես վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում են կամ հայտնում է դրանց մասին կառավարությունն է եւ սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես որևէ բան չեմ կարող ասել, երբ որ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի։ Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակն է։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասին էր, այսինքն կոնկրետ օրակարգը որն է, կա՞։ Արտգործնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս փուլում։ Պարոն Ռուբինյան, այսինքն Էրդողան Փաշինյան հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա պայմանավորվածություն։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում է։ Իսկ դուք հանդիպում ունենալու եք ձեր թուրք գործընկերներին։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպան չկա։ Իսկ սահմաններում չկան երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում է։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդի չեն հրավիրում պայմանավորված է Իրանի